Ֆեյխոյա պտուղը մերձարևադարձային պտուղ է։ Այն աճում է բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Աճում է նաև արևադարձային շրջաններում։ Այնուամենայնիվ ցրտադիմացկուն պտուղ է։ Ֆեյխոյան այլ կերպ անվանում են վարդաթուս։ Վարդազգիների ընտանիքից է։ Պատկանում է մշտադալար բույսերի դասին, ունի մինչև 4 մետր բարձրություն։ Տերևներն ունեն եթերային յուղ պարունակող փոքրիկ պահեստանոցներ, տերևակոթունները կարճ են։ Ծաղիկները խոշոր են, երկսեռ, աճում են տերևածոցերում, միայնակ, զույգերով կամ կազմում են ոչ մեծ վահանաձև ծաղկաբույլեր։ Ծաղկաթերթերը եզրերից սպիտակ են, կենտրոնական հատվածը կարմրավուն է, առէջքները բազմաթիվ են, կարմիր։ Ծաղիկները հարուստ են անտոցիանային ներկանյութերով, պատրաստում են բուրումնավետ ըմպելիք և օծանելիք։ Ֆեյխոյա պտուղը առաջին անգամ հայտնաբերվել է 19-րդ դարի վերջին Բրազիլիայում եվրոպացիների կողմից և իր լատիներեն անվանումը ստացել է ի պատիվ բնության պատմության թանգարանի տնօրեն Խոաո դե Սիլվա Ֆեյխոյի։ Ֆեյխոյա պտուղը տարածվել է հարավային Բրազիլիայի լեռնային շրջաններից, Կոլումբիայից, Ուրուգվայից և հյուսիսային Արգենտինայից։ Այն աճում է Կովկասի մերձարևադարձային շրջանների պահպանվող տարածքներում, Կրասնոդարի երկրամասում, աճում է նաև Աբխազիայում, Հայաստանում, Վրաստանում, Ղրիմում, Թուրքմենստանում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Սիցիլիայում։ Այս պտուղը կարող է աճել երաշտների ժամանակ, ինչպես նաև հողի մեջ աղի առկայության պայմաններում, բայց դա նույնպես կարող է ազդել ծառի բերքատվության վրա։ Անհրաժեշտ է միաժամանակ ջրել ծառը, որի ընթացքում պտուղը հասունանում է։ Ծառը ստվերոտ վայրերում նույնպես կարող է աճել։ Ֆեյխոյայի պտուղը հասունանում է աշնանը։ Պտուղը կանաչ գույն ունի, էլիպսաձև է, չափը հավի ձվի չափ է։ Այն ունի քաղցր անուշաբույր կամ նման արքայախնձորի, խնձորի և անանուխի համի։ Հյութալի է և կազմված է ամբողջական դոնդողանման պտղամսից, ամուր թավ մաշկից։ Պտուղը ընկնում է ճյուղից, երբ հասունանում է, բայց կարելի է ընտրել և հավաքել ծառից մինչև լիարժեք հասունացման փուլը։ Մրգի պտղամիսը հիշեցնում է գուավա միրգը։ Ի դեպ, գուավայի մասին նույնպես տեսանյութ կա ալիքում, կարող եք դիտել։ Այն օգտագործվում է որպես բնական կոսմետիկա, մաշկի խնամքի, թարմացման համար։ Պտուղը ունի բնորոշ սուր հոտ, որը հիշեցնում է օծանելիքի հոտ։ Բույրը պայմանավորված է եթերայուղ մեթիլ բենզոատի առկայությամբ, որը մտնում է պտղի քիմիական բաղադրության մեջ։ Ֆեյխոյայի պտուղները հարուստ են շաքարներով, յոդով և օրգանական թթուներով։ Պտղի 100 գրամ չոր զանգվածի բաղադրության մեջ կարող է լինել 8-ից 35 միլիգրամ յոդ, ընդ որում հստակ նկատելի է այդ նյութի առկայության կապը բույսի ծովափնյա տարածքներում աճի հետ։ Որքան մոտ է, այնքան ավելի մեծ է քանակը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ամենաբարձր ցուցանիշները առկա են եղել այն պտուղներում, որոնք աճեցվել են ծովափնյա երկրներում, իսկ ծովափից 40-ից 100 կմ հեռավորության վրա աճած ֆեյխոյաները պարունակել են 8-ից 10 գրամ յոդ 100 գրամ պտղի հաշվով։ Պտուղը պարունակում է կալցիում, երկաթ, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, նատրիում, ցինկ, մանգան, թիամին, հանքանյութեր, վիտամին C, շաքար, մանրաթելեր, պրոտեին և ճարպ։ Ֆեյխոյայի պտուղը օգտագործում են սննդի մեջ։ Պատրաստում են մրգային ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ, մուրաբաներ, կոմպոտներ, ջեմ, մրգային աղանդերներ և աղցաններ։ Կեղևազատելուց հետո կարելի է կտրատել այս պտուղը, ավելացնել մեղր կամ շաքարավազ և ուտել։ Օգտագործում են նաև թխվածքաբլիթներ պատրաստելիս, որպես միջուկ։ Կարելի է ուտել նաև առանց հավելումների, առանց որևէ մշակման։ Կիրառելի է շաքարային դիաբետով հիվանդների շրջանում, որպես դիետիկ սնունդ։ Հետաքրքիր բաղադրություն ունի ֆեյխոյայի կեղևը։ Կեղևը պարունակում է կալցիում, ինդոլային միացություններ, անտոցիաններ, կատեխիններ, զգալի քանակությամբ բջջանք, հակաօքսիդանտ և ֆլավոններ։
Ակնհայտ է, որ ոչ մի պարագայում չի կարելի թափել նման առողջության համար օգտակար նյութեր պարունակող հումքը։ Եթե կեղևի համը դուր չի գալիս, ապա կարող եք չորացնել այն և խմել որպես թեյ։ Մեկ թեյի գդալը լցնել 200 մգ եռացրած ջրի մեջ։ Կեղևը ունի հակաուռուցքային ազդեցություն։ Սրում է տեսողությունը և նպաստում է ոսկորների և ատամների ամրացմանը։ Հարուստ է քլորոֆիլով և հետևաբար նաև մագնիումով։ Ունի թարմացնող և ախտահանող հատկություն։ Ֆեյխոա պտուղը խորհուրդ է տրվում նաև հիպո և ավիտամինոզ C-ի դեպքում, նաև աղեստամոքսային բորբոքային հիվանդությունների, հիպացիտ ստամոքսաբորբի և պիելոնեֆրիտի դեպքում։ Աթերոսկլերոզի դեպքում նախաճաշից և քնելուց առաջ կարելի է ուտել 50 գ ֆեյխոա։ Այն նաև անփոխարինելի միրգ է ալերգիայով հիվանդների համար, հատկապես երեխաների։ Անեմիայի դեպքում կարող եք խառնել հավասար քանակությամբ մեղր, ֆեյխոայի և նռան հյութեր։ Ուտել մեկական ճաշի գդալ օրը 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ։